Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան հարցի համար, ես միշտ եղել եմ և շարունակում եմ մնալ և կլինեմ այն համոզմանը, որ ինչ որ պետք է որ նկատի Հայաստանի քաղաքացին կնկատի, այստեղ մենք պետք է ավելի շատ նաև մեր անելիքների մասին խոսենք, իսկ ես գոնե իմ անելիքը տեսնում եմ Հայաստանի քաղաքացիների հետ շփումները հնարավորինս ուղիղ և չմիջնորդավորված ունենալը և պետք է ասեմ, որ ընդ որում դա երբեք չի ընդհատվել, եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դա ինչի հետ է կապված եղել այդ պնդումը, որովհետև և ես և մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ են ունենում, ուղիղ շփումներ են ունենում քաղաքացիների հետ, իսկ արդեն ծանոթ ձեռագիր է այն, որ եթե դու պաշտոնյան անմիջական մոտ տարածությունից քաղաքացի տեսնում է, ուրեմն դա ուղիղ ապացույցն է նրան, որ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, իսկ մենք ինչպես և նախկինում չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով և քաղաքացիների հետ շփումը դրա շատ կարևոր մասն է։ Իմիջիայլոց ես նաև ուզում եմ ասել, որ կառավարության մեր գործընկերները ներկա են, ես կառավարության նիստերում էլ եմ ասում ու հորդորում եմ, խնդրում եմ, նաև պահանջում եմ և նաև հանձնարարում եմ, որ կառավարության անդամները ունենան նաև կաբինետից դուրս աշխատանքային հնարավորինս շատ օրեր և ես հիմա նաև փորձում եմ օրինակ ծառայել նման գործելակերպի, ինչ վերաբերվում է հիբրիդային պատերազմներին, գիտեք ինչ, ես այդ ամեն ինչին վերաբերվում եմ հետևյալ կերպ, մեր էներգիան սխալ ուղղությամբ և սխալ տեղ ուղղորդելու փորձ եմ ես դա որպես դիտարկում, ունենք մենք ասելիք, մենք ասելիքը պետք է ասենք ժողովրդին և ժողովուրդը էլի եմ ասում, ինչին պետք է ուշադիր լինի, ուշադիր կլինի։ Հիմա ասենք օրինակ հանրապետությունում 16 միլիոնի ծրագրով 2000 տուն է կառուցվում, 2000 տուն սահմանամերձ գյուղերում։ Դե ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող այդ հիբրիդային պատերազմը այդ տները վերացնի։ Հարյուրավոր մանկապարտեզներ են արդեն կառուցվել, հարյուրավոր դպրոցներ են կառուցվում, դե ճանապարհներն էլ, բայց հիբրիդները ճանապարհներից չեն օգտվում, դպրոցներից, մանկապարտեզներից չեն օգտվում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ես կարող եմ ասել և մեր գործընկերները կվկայեն ընդդիմադիր ժամանակներից, ես երբ որ խոսում էր, որ մենք հաղորդակցության սահմանափակումներ ունենք, մենք հաղորդակցության պրոբլեմներ ունենք, որ մեր ասելիքը տեղ չի հասնում, ես երբեք դրան չեմ հավատացել, ես հավատացել եմ միշտ քաղաքացու այդ երկխոսությանը և չեմ հավատացել աղմուկին, այսինքն աղմուկը ինքը ուրիշ բան է, իրական բովանդակությունը և իրականությունը ուրիշ բան և քաղաքական անկեղծությունը և ազնվությունը ուրիշ բան, այնտեղ որտեղ մենք սխալվել ենք, պետք է ընդունենք, որ սխալվել ենք, այնտեղ որտեղ մենք չենք սխալվել, թեկուզ բոլորը մտածում են մենք սխալվել ենք, մենք պետք է մեր սկզբունքների և մեր ճշմարտության համար պայքարենք և այդ պայքարի մեջ, այդ խոսույթի և այդ երկխոսության մեջ ինչ որ պետք է տեսնի քաղաքացին կտեսնի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար, նախ ուզում եմ հաստատել, որ ես մասնակցելու եմ, որովհետև կարծում եմ պիտի որ հայտնի լիներ կամ եթե հայտնի չի եղել, ես ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերը մասնակցելու միջոցառումներին։ Երկրորդ մասով ուզում եմ ասել, որ մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն
այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու, ինձ համար ճիշտն ասած այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները, որովհետեւ բացի իհարկե միջոցառումը շատ կարեւոր է, նաեւ երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաեւ այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմորակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի եւ առավել եւս ես չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են կամ եթե քննադատություններ թե դիտարկումներ։ Դե գիտեք, միջոցառումը ավելի շատ նվիրված է լինելու մայիսի 9-ին, այսինքն նկատի ունեմ դա ինչ որ առումով ֆորմալ գագաթնաժողով չէ, որ շփումներ կլինեն, բայց որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետև շատ խիտ գրաֆիկ է եւ այդ խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու, բայց որ շփումներ կլինեն, կարծում եմ ակնհայտ է։ Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Պարոն վարչապետ, օրերս հայկական համալսարան այսպես կոչված կրթական կենտրոնը կազմակերպել էր հանդիպումներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, քառասերունդ ներկայացուցիչների հետ։ Ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա քաղաքական ուժը 2021 թվականին այն ուժի հետ էր ուսանողների հետ հանդիպումը, որ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում եթերով գովազդ էին տալիս բայրակթարներով մեր զինվորների ռմբակոծումը։ Ռոբերտ Քոչարյանը իհարկե բավականին քննարկվող արտահայտություններ է արել այդ հարցազրույցի ընթացքում, բայց կուզեմ անդրադառնալ մեկին եւ ցանկանամ լսել ձեր մեկնաբանությունը։ Ցիտում եմ, հարցին ի պատասխան ասում է. այս պատերազմը որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Մինասյան, բայց չգիտեմ արդեն որերորդ անգամ պիտի այս ամբիոնից ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որ այս ամբիոնից 2018 թվականի արդեն ամիսը ապրիլի 17-ին հայտարարել էր եւ որ մենք այլևս չէ, պետք է այսինքն հայտարարել էր, որ այլևս պետք է սպասենք պատերազմի։ Ես այնքան կարդացել եմ, դուք եկեք խոսացեք, այսինքն Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թևակողել է պատերազմական փուլ եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը ինքը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել, դրա արդյունքում ոչ թուղթ, ոչ բան չի ստորագրվել եւ ուզում եմ հիշեցնել նաեւ, թե ինչպես այս ամբիոնից խոսել ենք, որն էր պատերազմը թույլ չտալու դրանից առաջվա Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը, մեղրին փոխել Ղարաբաղի հետ եւ այլն եւ այսպես շարունակ, մադրիդյան սկզբունքներ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց գիտեք այդ թեման իրականում անկեղծ եմ ասում Տիկին Մինասյան, ես ոչ ձեզ, ոչ էլ ազգային ժողովի մյուս падգամավորների հետ ասել եմ, բանավեճ չունեմ, այդ մարդկանց ասել եմ, հերիքա բանի տենց կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու տենց բան լուրջ դեմքով բաներ պատմեք, լսեք բան ունեք ասելու։ Էլի կրկնում եմ, եկեք գնանք խոսանք ուղիղ եթերում, հերիքա գնանք տենց մութ անկյուններում, բան տենց առանձնացված, բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք, ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք, եկեք գնանք խոսանք, այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ
ինչքան պետք է գնան թաքուն ստեղ ընդեղ էս պատի տակ, են ծառի տակ, այն անկյունում, ինչքան մութ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան։ Բան ունեն խոսալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Ինչի չեք գալիս, որ արձագանքեք։ Ինչի արձագանքեք։ Պարոն վարչապետ, արձագանքի ընթացքում եւս մեկ միտք եմ ուզում ձեր դատին հանձնել, այսպես ասած, որը, չգիտեմ, տարակուսանք է առաջացնում առնվազն, այս մարդի հիշողության հետ խնդիր ունի, թե լավ կարողանում է մանիպուլացնել, ասում է ռուսական զորքը այնտեղ կանգնած է, նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, 2000 հոգի անվտանգությունն է պահում ու վատ չէին անում իրենց ֆունկցիաները, մինչև մի պահ։ Այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է ընդունում եմ Ադրբեջանի կազմում, ու ռուսների հետ չել բանակցում, տեղակել չի պահում։ Ու ըստ էության դրանով Ռուսաստանին որպես միջնորդ այդ միջնորդի աթոռը տակից վերցնում է։ Հիմա ուզում եմ հասկանալ, իրապես հիշողությունն է խնդիրներ առաջացնում արդեն, թե զուտ վարժ ստել գիտի։ Գիտեք, ես այդ իրադրության մասին էլ այս ամբիոնից գոնե մի քանի անգամ խոսել եմ։ Ես խոսել եմ այն մասին, որ դրան նախորդող շրջանում ես տեսնելով զարգացումները մեր գործընկերներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ասել եմ, որ ես տեսնում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները ասել են, որ իրենք դա հնարավոր չեն համարում, բայց առավել եւս Հայաստանի սահմանները իրենց համար կարմիր գիծ են։ Երբ որ տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, երբ որ Հայաստանի տարածք ներխուժում է տեղի ունեցել, ընդ որում դա առաջինը չի եղել։ Եկեք վերադառնանք, դրանից առաջ եղել է 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները, դրանից առաջ եղել է 2021 թվականի մայիսի իրադարձությունները։ Ես այդ երկխոսությունը, ես ձեզ ուղիղ եմ ասում, համարել եմ Հայաստանի Հանրապետության համար անհարգալից, եւ ես այո որոշում եմ կայացրել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետքա նորից վերադառնամ եւ արձանագրեմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ինչքան դա աբսուրդ հնչի, Հայաստանի վարչապետը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այո, նաեւ հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում հրավիրում եմ, շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի։ Երբ որ ընդհանրապես, գիտեք ինչ, երբ որ որևէ մի բան են ասում, հերթական սարսափազդու կամ հիմար միտքն են արտահայտում մեր հարգելի գործընկերները, ուրեմն առաջին ռեակցիան իմացեք։ Եկեք ձեր խելոք, հիմար, իմաստուն, ոչ այդքան մտքերը հավաքեք, եկեք կանգնենք։ Ընդ որում տեսեք, չէ, ազնիվ բան եմ, չառաջարկում, մեկը ընդդեմ 3-ի, մեկը ընդդեմ 3-ի։ Ընեն չի, չէ, որ ասում եմ մենք գանք 6 հոգով ձեր դեմը, ասում եմ եկեք մեկը ընդդեմ 3-ի։ Հա, էլ չեմ ասում են մարդու համար, որը տենց բան է, դուք, հա, մեկը ընդդեմ 3-ի, եկեք բանավեճի, դուք ինչի չեք գալիս։ Ես ասեցի, նախկինում ասել եմ, էլի չկրկնեմ, շատ լավ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հարցի համար, նախ մի ընդհանուր ֆոնային բան ասեմ, որպեսզի իմ հետագա պատասխանը տարընթերցումների տեղիք չտա։ Առաջինը ես կարծում եմ, որ մենք որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք, ես նկատի ունեմ, քանի որ դուք նշեցիք դրվագ, որը ես այդքան էլ չգիտեմ, մանրամասն վկայակոչելով կոռուպցիոն սխեմա եւ այլն, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ կոռուպցիոն սխեմայի դուք նշեցիք մեր թիմից, ես կարող եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից։
եթե նույնիսկ այսօր մեր թիմից է եւ հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրաված չի, այդ պահից ինքը կդադարի ներգրաված է, ներգրաված, եթե պարզվի, որ ներգրաված չէ, ինչ էի ասում, որ բոլորը, եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրաված չէ, ինքը ինչպես եղել, այնպես էլ կշարունակի մնալ մեր թիմից, իսկ եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրաված է, ինքը չի կարող լինել մեր թիմից։ Այսինքն հիմա դուք ինչ եք նկարագրում եք մի սխեմա, որով որևէ մեկը կարող է յուրացնել պետական բյուջեի որևէ գումար, այդպիսի մարդը չի կարող իմ եւ մեր քաղաքական թիմից լինել, չի կարող ուղղակի։ Բացառվում է, որ այդպիսի մարդը լինի մեր քաղաքական թիմից, բայց ես էլի ասում եմ, ես սա չեմ ասում անձի մասին կոնկրետ, որովհետև ի վերջո կա ես չգիտեմ հանգամանքները, անկեղծ եմ ասում, բայց սա որպես սկզբունք, եկեք սա արձանագրենք, ինչ դեպք էլ վկայակոչեք, սա իմ ունիվերսալ պատասխանն է մնացած բոլոր դեպքերի մասին։ Երկրորդը բռնությունը, որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել ինձ համար եւ մեզ համար, որովհետեւ դա նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնարար փաստաթղթի եւ մեր գաղափարաբանության եւ գաղափարախոսության մաս է եւ ես ուզում եմ սա հստակ արձանագրեմ, որ այս մասով էլ տարընթերցումներ չլինեն։ Մեզ համար կարող է լինել էլի եմ ասում, որպեսզի էլի տարընթերցումներ չլինեն, օրենքով սահմանված դեպքեր կան եւ գուցե նաեւ դեպքեր կան ինքնապաշտպանության եւ այլն օրենքով սահմանված ուժի կիրառման դեպքեր կան, այս դեպքերը ես նկատի չունենալով ասում եմ, որ ընդհանուր առմամբ բռնությունը մեզ համար անընդունելի է եւ մենք կարծես շատ հստակ ենք այս հարցում եւ նման հարցերում։ Լսեք, որպեսզի հստակ լինի, ցանկացած մեկը, ով պետական բյուջեից կոռուպցիոն սխեմա է ձեռնարկում եւ փող է տանում, իմ անձնական թշնամին է, ցանկացած մեկը, ով ուզում է լինի, որպեսզի պարզ լինի։ Այդ մնացածը, լսեք, հերիք է ինձ քննիչի, դատախազի, օպերի, լիազոր, մի կողմից առավոտից իրիկու ասում եք սուպեր վարչապետական համակարգը, հեռախոսը վերցրեց, էս արեց, այն արեց, ես ասում եմ ձեր ասած դեպքի մասին լսում եմ առաջին անգամ, որովհետև պատկերացրեք ես ավելի կարևոր գործեր ունեմ։ Երկրում ստեղծված են ինստիտուցիոնալ համակարգեր, գալիս են իրավապահ համակարգը, մենք օրենսդրական փոփոխություններ ենք արել, եւ այդ թվում քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալիս է ազգային ժողովում հաշվետվություն է տալիս։ Եթե որևէ մեկը կասի, որ վարչապետը ինձ ասել է, որ կոռուպցիայի դեմ չպայքարես, եւ ընդհակառակը որևէ մեկը կասի, որ ես չեմ ասել բոլորին, որ ով որ կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է, դուք հիմա եկել եք ինձ մեկ էլ ասում եք բանում, բայց գիտես բանում սադում մասիվի, այն օրը անցնում ենք 4 հոգի նստած էր, մեկը պպզած, բաս այնց ոնց կլինի։ Այ քեզ բան, դա ձեր զբաղվելու գործն է, պատգամավորեք, զբաղվեք, ինստիտուտներ կան երկրում։ Ես ուզում եմ մի հատ ձեր դիրքորոշ, դուք ուզում եք երկիր ինստիտուցիոնալ ի վերջո ըլնի թե չլնի։ Երկրորդը ես ասում եմ, դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը եւ մենք նաեւ մեր ինչքան տեղյակ եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ խնդիրը նաեւ կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին։ Ինձ համար տարբերություն չկա, ես սկզբունք եմ ասում։ Հիմա դուք ուզում եք, ինչ եք ուզում։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, ովքեր զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում քննչական կոմիտեները, այդ թվում իրավապահ մարմինները։ Իսկ երբ որ հարցը կդառնա քաղաքական հարց, դրա արդեն ունի նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն։ Հիմա դուք սենց բորբոքված, վրդովված, ինչ եք ասում։ Դուք այդքան չգիտեք, ասֆալտ էս արին, այն արին, առավոտից իրգում մենք ենք դրանով զբաղվում։ Էդ ով է այդ անվորակ ասֆալտի, այդ մեկի մյուսի հարցերը բարձացնում, էս անում, ով է դրա համար ստեղծել ինստիտուտներ, դուք եք ստեղծել։ Բա կոռուպցիայի դեմ պայքարի համակարգով է ստեղծել, սկսած բանից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հակակոռուպցիոն դատարանից, շարունակած հակակոռուպցիոն կոմիտեով եւ այլն եւ այսպես շարունակ։
Ոնց իրավունք չունեք, հենտիկ իրավունք ունեք, գնացեք պայքարեք, բա ով է ծերներներ այդ բռնել։ Շնորհակալ եմ։ Պարոն Դանիելյան, հարցի համար, որ դուք խոսում եք գրի առնելուց, հետաքրքրվելուց, ես կարող եմ ասել, որ գրի ենք առնում զուգահեռ այն պաշտոնյաներին, ում վերաբերվում է, նաև գրում ենք, երբեմն ուշ, երբեմն շուտ պատասխան ստանում ենք։ Եթե ձեր խոսածածը դուք խոսում եք, ասում եք կոռուպցիայի դեմ բա չպայքարեք, բա իհարկե պայքարեք։ Ես էլ ասում եմ, որ եթե ձեզ թվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ մեկը կա, որից շահագրգիռ է, դուք դրանից կամ մեզնից շահագրգիռ է, դուք այդտեղ չարաչար սխալվում եք։ Մենք շատ լավ, շնորհավորում եմ ձեզ այդ առիթով եւ ուրախ եմ դրա համար։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես հիմա այդ ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ, ես դժվարանում եմ ասել, ես ուրիշ բան կարող եմ ձեզ ասել, ես այն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի եւ ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան եւ նաեւ մեր գործընկերներին ասացի, որ դա կարա սխալ տպավորություն թողի, որ մենք այսքան ասում ենք որ սահմանազատում էսպես է եղել, հիմա մուտքից 2 մետր են կողմ, բան կա, փշալարեր են փռած եւ պարզեցի, որ խնդիրն է նա, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան եւ այնտեղ պաշտպանության նախարարությունը եւ սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի եւս մեկ անգամ ականազերծման հետ կապված աշխատանքներ իրականացնեն, որպեսզի եկեղեցին եւ իր շրջապատը, մանավանդ որ մարդկանց ընդեղել ճանապարհը նորոգել ենք, մարդկանց հոսքը ակտիվացել է, ճիշտ է, սենց թեկություն է, բայց մարդես կարող է ինչ որ մեկը որոշի իջնել ներքևը, ասենք ժամանակ անցկացնել եւ այլն։ Ինչ վերաբերվում է, ինչ Դե հիմա ունեն տեղեկություններ, պարոն, չէ, մի քանի մետրից փշալար է դրած, փակած է բավականին մեծ տարածք։ Ես նկատի ունեմ, կարող են այսպիսի աշխատանքներ լինեն, ինչ վերաբերվում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ առանց դրանց մասին հայտարարելու տեղի չեն ունեցել, եւ տեղի չեն ունենալու եւ չեն կարող տեղի ունենալ, որովհետեւ սահմանազատումը սկսվում է զուգահեռ տեղեկատվություն է տեղի ունենում եւ այսինքն այդ սպասումը ձևավորել, որ վայ թաքուն կարա սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի։ Չեմ կարողանում դա իրար հետ տեղավորել։ Ես զարմացած եմ ուղղակի, այն որ դուք ասում եք սահմանազատման աշխատանքի հետ չի կարող ունենալ որևէ կապ։ Դուք տեղյակ եք, որ մոտակայքում հսկայական այլ բնույթի աշխատանքներ են տեղի ունենում, այդ թվում ինժեներական, որոնք, այսինքն որն է ինչ ականազերծում տեղի ունեն, չափագրում արվում, բա շինարարություն են անում մարդիկ, բա առանց մետրը չափելու են շինարարություն անել։ Դուք տեղյակ չեք այնտեղ ինչա տեղի ունենում։ Կարող են կազմակերպել ձեր ամբողջ խմբակցությանը ուղեկցենք եւ գնաք տեսնեք ձեր աչքերով, թե ինչ աշխատանք է կատարվում այնտեղ։ Դե գնացել եք, տեսել եք, բա որ գնացել տեսել եք, ինչ եք հարցնում։ Իմիջիայլոց իրանցի պատի մասին էլ որ հասնենք, իրանցի պատը ճաքել, այդ իրանցի պատը, ոչ մի պատ էլ նախ շինարարության մեջ պատը կարա ճաքի, բայց այդ ձեր տեսածը, որ դե ես կանգնած եմ, դա պատը չի ճաքել, դա երկու պատերի միացման տեղ է, երկու առանձին պատերի միացման տեղ է, որը ներկվել է եւ քանի որ արանքում տարածություն կա, ներկնա ճաքել։ Ձեր սուր աչքին մեռնեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ռետորական հարցին կպատասխանի։ Պատասխան ելույթով հանդես կգա Հայաստանի Հանրապետության Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, ձեր դիտարկումների համար, ձեր փոխանցած փաթեթը իհարկե դիտարկել եմ եւ արձանագրել եմ, որ դուք միջև չարչարվում եւ պատրաստվում եք այդ փաթեթը ինձ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ամեն ամիս երբեմն ավելի հաճախ զեկուցում է գրավոր կարգով մամուլում հայտնված հրապարակված բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են կոռուպցիոն
դեպքերին կամ որոնցում կասկած է արտահայտվում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ։ Օրինակ շատ լավ է, որ մենք արդեն հասել ենք այդ մակարդակի, հասկանում եք, մեզ համար արդեն ընկերոջ հարևանի հորողպոր տղու բարեկամը արդեն կոռուպցիոն դեպք է, ել չասեմ, որ այս դահլիճում հիմա նստած բոլոր մարդիկ եւ այն վերևի դահլիճում եւ վերևի եւ հիմա փողոցով քայլած բոլոր մարդիկ ընկերոջ հարևանի բարեկամի կամ ընկեր են կամ քենակալ են կամ խնամի են կամ այսինքն Հայաստանի Հանրապետ ընդհանրապես այսպիսի մի հետազոտություն կա նույնիսկ գլոբալ մակարդակով որ աշխարհի ցանկացած մարդ աշխարհի այլ ցանկացած մարդու ճանաչում է 7 մաքսիմալ 7 մարդու միջոցով Այսինքն ես ողջունում եմ ձեր ջանքերը եւ պարոն Դանիելյանի ջանքերն էլ եմ ողջունում ես ես կոչ եմ անում որ ի վերջո այո որ լիարժեք եւ ամբողջական միանակ կոռուպցիայի դեմ մեր կողմից մղվող պայքարին եւ կոռուպցիայի մասին դուք բոլորդ գիտեք որովհետեւ եւ հանրությունը գիտի Եվ այդ ամեն չգիտի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ երկիրն է։ Հիմա ոչ մեկ մամուլի հրապարակումների համար, ոչ մեկ խմբագրություններ չեն պայթացնում, լրագրողների չեն նստացնում, լրագրողների չեն սպանում եւ այդ ամեն ինչը դրա արդյունքն է։ Ինչ վերաբերվում է, այն ինչ անդրադառնամ ձեր ելույթից, հարց ոնց որ չկար, չէ՞։ Գիրք, չգիտեմ, եթե բերել եք, շնորհակալ եմ, եթե չեք բերել, հաջորդ անգամ խնդրում եմ անպայման բերեք։ Արմեն Գրիգորյան անվտանգության խորհրդի քարտուղարա եւ կոռուպցիան անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Որևէ այլ մեկնաբանություն ինձ համար ընդունելի չի։ Ինչ վերաբերում է անիվի հետ կապված հարցին, Տիկին Գրիգորյանի գործին չեք խփում, իմ գործին եք խփում, որովհետև այն ինչ որ դուք գիտեք անիվի մասին, ուրեմն այդ ամեն ինչը գիտեք միայն այն բանի շնորհիվ, որ իմ հանձնարարությամբ տարբեր մարմինները ուսումնասիրել են եւ արել են բացահայտումներ։ Եվ ձեզ ավելին ասեմ, այսօր հրապարակում ա եղել, որ խոշորագույն ավիաընկերություններից մեկը Հայաստանում բազավորվում է եւ նոր 8 թե 9 ուղղություններով չվերթաբացում, ինչ կապ ունի սա պատմության հետ նախորդ շրջանի, ուղիղ ոչ մի կապ չունի։ Սա կապ ունի նրա հետ, որ մենք այդպես չարչարվելով, տանջվելով, սխալվելով ամեն ինչ արել ենք եւ անում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար էժան եւ մատչելի գներով ճամփորդելու համար։ Այո, այդ ճանապարհին սխալվել ենք, այդ ճանապարհին սխալվելու ենք, բայց կանք չենք առնում, որովհետեւ ուզում ենք աշխարհը բացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ եւ Հայաստանի Հանրապետությունը բացել աշխարհի քաղաքացիների առաջ։ Այո, դուք հիմա կարող եք ասել, որ բա այսքան, այնքան էլ եմ ասում, այդ ոչ մի բան անպատասխան չի մնա, բայց այսօր, երբ որ Վիզեր ավիաընկերությունը տարածում է, որ մեր գները, բազային գները սկսելու են 29 եվրոյից եւ 8 ուղղություններով, 9 ուղղություններով 29 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանալու է ճամփորդել, դա այդ թվում մեր սխալների, այդ սխալների ընթացքում մեր ձեռք բերած փորձի արդյունքն է եւ ես այո շատ ուղիղ սրա մասին ասում եմ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ։ Հայաստանի իմ գործերից մեծագույնը, պարտականություններից մեծագույնը Հայաստանում առկա պրոբլեմների մեջ խորամուխ լինելն է։ Խորամուխ լինելը պրոբլեմների մեջ։ Եվ ես դա անում եմ, եւ ես դրա մասին խոսում եմ, եւ ես դրա մասին բարձրաձայնում եմ, որովհետև եթե մենք այդ պրոբլեմների արմատները չգտնենք, մենք այդ պրոբլեմները երբեք չենք լուծի։ Շնորհակալ եմ։ Չեմ դադարի կրկնել հարգելի գործընկերներ, որ լավ կլինի, որ մենք բոլորս որևէ բանի մասին խոսելիս վստահ լինենք, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում։ Մասնավորապես խոսելով Վիզեր ավիաընկերության կատարած հայտարարության մասին, դուք ասում եք, որ լավ կլիներ այդ գումարները տալ թոշակներին, մինչդեռ չեք արձանագրում, որ Վիզեր ավիաընկերության այս հայտարարությունը նշանակում է, որ հանրապետության ամենատարբեր մարզերում, Երևան քաղաքում,
Տուրիզմի ոլորտում կատարված միլիարդավոր դրամների ներդրումները արդարանում են եւ Վիզեր ընկերությունը տուրիստ բերող ընկերություն է Հայաստանի Հանրապետություն, որի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները աճելու են եւ որի արդյունքում մենք այդ թվում թոշակները մնացած պետական ծախսերը ավելացնելու հնարավորություն ենք ունենում։ Էլ չեմ ասում, որ ձեր գործընկերները ժամանակ առ ժամանակ խոսում են, որ Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումները, սա ուղիղ ոչ միայն Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրում է, այլև սա միջազգայինորեն այդ ոլորտի ամենահեղինակավոր բրենդի կողմից ազդակ է միջազգային հանրությանը, որ Հայաստանը ներդրումներ անելու, տնտեսական գործունեություն ծավալելու շատ լավ տեղ է։ Երկրորդը անիվի հետ կապված, այո, ես չեմ դադարի ասել եւ պնդում եմ, որ այո, մենք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ձեռնարկել ենք եւ ձեռնարկում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ճամփորդելու այլ ընտրանքային եւ մատչելի եղանակներ ձևավորվեն։ Այդ առավոտի ծիրիկուն խոսում եք բանի մասին։ Առավոտի ծիրիկուն խոսում եք եւ մենք էլ ենք խոսում գների թանկացման մասին։ Եկեք գնանք նայենք Հայաստանում ավիատոմսերի գների դինամիկան վերջին 10 տարվա ընթացքում։ Բա այդ քաղաքացու գրպանի, չի։ Դուք ասում եք 4.2 միլիարդ դրամ տվել է Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեն կրկնապատկվել է եւ 4.2 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Ապօրինի բռնագանձված գույքերի եւ հարակից մեխանիզմների գործադրման 5 միլիարդ դոլարից ավելի գույք, որ այսօր պետք է մնար տարբեր կոռուպցիոներների գրպանում, այսօր ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ վերաբերվում է մնացածին, այդ նաև կոռուպցիայի դեմ պայքարը ոնց է։ Առաջին կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն կետերից մեկը կոռուպցիայի վերաբերյալ իրազեկումն է։ Կոռուպցիայի դեպքերի այդ բաները լուսարձակները, որ Հայաստանում այդքան բան են սփռված են կառավարության քաղաքականության շնորհիվ։ Չհասկացա, այդ արդեն ձեզ համար տեն սովորական բան է, հա։ Հայաստանը որևէ ցուցանիշով աշխարհում 34-րդ տեղն է, եւ դա հա ինչ ա եղել որ։ Հա դե բա ինչ ա եղել թողելներ։ Ինչ վերաբերվում է նորքի դեպքին, ես հստակ քաղաքական գնահատական եմ տալիս, ասում եմ անընդունելի է ինձ համար։ Դրա շուրջ վարչական որոշումներ պետքա լինեն թե չլինեն։ Ես նախընտրում եմ, որ նախ մենք Երևան համայնքում ունենք գործընկեր եւ ես նախընտրում եմ, որ մենք այս հարցը աշխատանքային մակարդակով կոմունիկացնենք մեր սիրելի, մեր հարգելի գործընկերներին եւ մեր դիրքորոշումները արտահայտենք։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ ընդ որում ես իմանալով նաեւ Հանրապետություն կուսակցության արժեհամակարգը, ես համոզված եմ, որ օրինակ եթե մեկը ասի, որ Հանրապետություն կուսակցությունը այս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ եւ դրանից պետքա բխեն կոնկրետ հետևանքներ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Ընդ որում, գիտեք ինչ, բոլորս մարդիկ ենք եւ կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել եւ այլն, ես չեմ ուզում որևէ, բայց կա որոշակի կանոն, ի վերջո մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուրեմն եթե դուք դահլիճում էիք, հստակ լսեցիք ես ինչ ասեցի։ Եթե դահլիճում էիք, հստակ լսեցիք ես ինչ ասացի։ Երկրորդը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հստակ արտահայտվեց։ Եվ դուք ուղիղ սուտ եք ասում, ասելով, որ մենք այն ճանապարհները, որոնք այդ վիճակում են, այդ ճանապարհները չեն ընդունվում, նրանց համար չի վճարվում։ Լավ։ Ավտոն ջարդվում է, դրա համար էլ կան մեխանիզմներ եւ հետևանքներ։ Եվ դա այո, նաեւ նրանից է, որ ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, հերիքա ասեք, որ մենք հազարամյակների շինարար ենք, մենք ճամփա սարքել չգիտենք, դպրոց սարքել չգիտենք, շենք սարքել չգիտենք։
Հիմա ինչի մասին եք խոսում, էտումից եք եկել ինչ եք բողոքում։ Այսինքն ճիշտ եք անում, մենք ենք բողոքում, դուք եք բողոքում։ Երկրորդը, ասում եմ, երկրորդը, հպարտանալ ինչ։ Խաչատրյան, կարող եք խոսել։ Մի րոպե կթողեք խոսամ։ Հպարտանալու բան կա, որ երկրում 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղն է։ Այս մեկ, սա հպարտանալու բան է։ Երկրորդը, ասում եք բացահայտումը սկսվում է հրապարակայնությունից։ Երրորդը, բոլոր են դեպքերում, երբ որ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, բոլոր այդ դեպքերում քրեական պատասխանատվության մարդը կենթարկվի։ Չորրորդը, Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք, մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի, վերենգի տեղը տասի, ներվերս չուտես։ Շնորհակալ եմ Տիկին Գասպարյան, հարցը իմ կարծիքով համաձայն եմ, որ արժե համակարգային է, բայց նաև քաղաքական է, որովհետև քաղաքացիներին թույլ չեն տվել աշխատել եւ ամեն ինչ արել են, որ քաղաքացիները չաշխատեն։ Ինչի համար, որ քաղաքացիներն լինեն աղքատ, որ քաղաքացիները լինեն չքավոր, որ ընտրությունների ժամանակը գա, այս երկու քաղաքական ուժերը գնան 5000 դրամներ ցույց տալով քաղաքացիներին, ընտրությունները չակերտավոր հաղթեն, հետո իրանց կոռուպցիոն արդյունքները հանգիստ պահել են։ Սրա մասին է խոսքը, եւ ես քաղաքացուն, որ այդ մասին խոսեց, ես իրեն շնորհակալություն հայտնեցի, եւ սա իմիջայլոց Տիկին Մինասյան, եւ այդ իմ ու այդ քաղաքացու երկխոսությունը ցույց է տալիս, որովհետեւ դա շատ անսպասելի էր ինձ համար, որովհետեւ ի հեճուկս հիբրիդային ամեն ինչի մեր խոսակցությունը քաղաքացու հետ տեղի է ունենում, թե դուք եք Տիկին Գրիգորյան, հիբրիդայինի մասին կներեք, եթե խառնում եմ։ Եվ սա է իրականությունը, եւ էլի եմ ասում, եւ նաեւ բանը նախորդ, այսպես ասած, հարց ու պատասխանը եւ տեղի ունեցածը մեկնաբանելով, լավ հասկացանք, մեկ այս երկու ուժը ընդհանրապես ով են, որ գան մեզ մի հատ էլ կոռուպցիայի մեջ մեղադրել։ Հանրավոր կոռուպցիայից խոսել, ոտից գլուխ ում նայում եմ կոռուպցիա։ Ու ասում են մամուլի հրապարակումներով, որը լինի իսկականից իրանց 70%-ի մի բանտերում պետք է առներ։ Բայց կներեք, բայց մենք իրավական պետություն չենք ուզում կառուցենք, ժողովուրդ ջան։ Մենք իրավական պետություն չենք ուզում կառուցենք։ Մենք ուզում ենք, որ ասենք առավոտը մամուլ բացենք, այնտեղ գրենք, որ այս հանցագործա, դե ասենք մամուլը հրապարակել է, իրիկունը տանենք պատերի տակ գնդակահարենք, էտա մեր երկրի պատկերացումը։ Ես բացարձակապես համաձայն չեմ դրա հետ եւ ասում եմ, էլ չեմ ասում, որ կոռուպցիան գործերով անցնող մի քանի հոգի գանստեղ առաջի շարքերում նստեն։ Մի հատ էլ ասեն կոռուպցիա։ Հա դուք ով ինչից խոսա, դուք կոռուպցիայի տանձից խնձորից խոսացեք։ Դուք Սևանի ափերին եւ բանի Հունաստանի ձեր կղզիների ու դղյակների մասին խոսացեք, դեր միլիարդների, հա, ես էլ ներվայնացնում եմ, որ քաղաքացիներն մեծ ուր գնում եք, լսեք, սենց բան ես չեմ տեսել։ Ես այսքան գյուղեր եմ գնում։ Ես ինչ ֆենոմեն է, ես տենց չեմ հասկանում, ժողովուրդ, մենք մենոնցով ենք մնացել եք խոսանք։
կամերաների ժողովուրդն էլ մենք մերոնց ես sense բան չեմ տեսել այսքան պրոբլեմ կա այս երկրում ճանապարհ չգիտեմ դպրոց մանկապարտեզ թոշակ գներ լսեք որ գյուղ գնում մտնում եմ ես արդեն չեմ կարող ասում են այդ Քոչարյանը խի ազատության մեջ այդ Սերժ Սարգսյանը խի ազատության մեջ դրանք խի են ազատության մեջ ինձ արդեն չգիտեմ արդեն վախենով եմ գյուղ մտնում ասում են կարող է նրա համար որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է ես այս շաբաթներով շաբաթ կիրակի ես չեմ հասկանում այս ֆենոմեն ասում եմ Ժողովուրդ ջան դե ասֆալտ են կարել դե դպրոց են կառուցել դե մանկապարտեզ դե պրոբլեմ կա այնտեղ ջուրը այնտեղ անվորա կա այն ասում են մի ծրի Ռոբերտ Քոչարյանը ինչի է ազատության մեջ չասեմ չեն ասում Ռոբերտ Քոչարյանը չեմ ասում ինչ են ասում են Սերժ Սարգսյանը ինչի է ազատության մեջ Այն մեկը ինչի այլ են անուններ տալիս։ Հիմա սրանք եկել են մեզ ասում են դուք բան յար գնացեք հանգստացեք մի հատ։ Եվ հա, բայց ես էլի չեմ ասում, որ այ էսա մենք բռնող չենք ժողովուրդ։ Քաղաքական իշխանությունը բռնող չի։ Մենք պետք է պահանջենք իրավապահ դատա իրավական համակարգից լինել համապատասխան իրավական պետությանը դատա իրավական համակարգ։ Իրանք են մեզ պրովոկացիա ենթարկելու, որ գնանք աչուցաղ բանի մեջ, խուճապի մեջ ում ասես բռնենք։ Դե ժողովուրդն էլ պահանջում է, բայց ամենայն հարգանքով Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է։ Մամուլի հրապարակում, բայց 100 հատ մամուլի հրապարակում է։ Հենա երկուսն է պարապ են։ Այն Սերժն էլ է պարապ, Ռոբերտն է առավոտի ծիրիկում մամուլի հրապարակում է գրում։ Ինչա բանի, ես որ լրագրող էի իրանք բան էին, այդ ինչա, երկրի ղեկավար էին, իբր, հիմա ես երկրի ղեկավար եմ, իրանք լրագրող են դառել, առավոտի ծիրիկու բան են անում։ Ամեն մեկը 63 հատ ֆեյք է բացել ու բացում է, հետո էլ ասում են հայերեն չգիտեն, ապա որ հայերեն չգիտեն ինչ են գրում այդքան։ Սրա մասին է խոսքը։ Ես դրանից պակասացնելու ոչ մի բան չունեմ, միայն ավելացնելու մեկ բան ունեմ, որ հայրենիքը պետությունն է, որովհետև հայրենիքը պետությունն է, որովհետև հիմա եթե այս տարբերակները մոդելավորենք, ավելի ճիշտ եզրակացության կգանք, որովհետև եւ ես իմիջայլոց, որ կրթվելը նորաձև է այդ շարժման շրջանակներում ըստ էության մարզերում գյուղերում մենք հենց այս թեմաների մասին ենք խոսում, որ այո, աղքատությունը հաղթահարելու մի ճանապարհ կա, աշխատանքը, խեղճությունը հաղթահարելու մի ճանապարհ կա, աշխատանքը, եւ պլյուս, ինչպես ասում եմ, քաղաքացու բարեկեցությունը, ցանկացած քաղաքացու բարեկեցությունը բխում է բյուջեից պետական եւ համանքային բյուջեից, որովհետեւ ոչ մի ընտանիք, ոչ մի մարդ իր բարեկեցության համար ուզենայել չի կարող այնքան ծախս անել, ինչքան անում է պետական բյուջեն։ Ընդ որում, ինչքան էլ հարուստ լինի այդ մարդը, նույնիսկ ամենահարուստ մարդու համար ավելի շատ ծախս է անում պետական բյուջեն, քան անձամբ այդ մարդը։ Շնորհակալ եւ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող արդյունք ստեղծող եւ օրինական հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին ինչքան շատ են դրամարել ասում ենք հարստացիր եւ հարստացրու շնորհակալ